գրված է Աստված սեր է եւ սիրում է ազգերը, սիրում է ժողովուրդները։ Մի համար ասեմ ձեզի։ Գրված է Մարկոս ավետարանի մեջ, լավ, ես բանավոր ասեմ, մի հատ ուզում եմ իմանամ դուք ոնց կշարունակեք այդ խոսքը։ Ասում է, չեք գիտես, որ իմ տունս հետո աղոթքի տուն պիտի լինի, հետո բայց դուք Տերը օրհնի ձեզի։ Դուք ճիշտ եք, դուք շատ ճիշտ եք։ Գրված է Մարկոս ավետարան 11-րդ գլխի 17-րդ համարը։ Ստե մի հատ խոսք կա, որ համարյա թես մոտավորապես 90%-ին, 99%-ին, երբ որ ես համար ասում եմ, ամբողջությամբ նախադասությունը ասում եմ, բայց մի հատ բան բաց է թողվում։ Գրված է, տեսեք, եւ կսովորեցներ ու կսեր անոնց գրված չէ, որ իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերուն, ալելույա Տիրոջը, բոլոր ազգերուն, չմոռանանք սիրելիներ, բոլոր ազգերուն։ Սա հայտնության խոսք ընդունեք, Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողման է։ Այո, շատ շատերը ասում են այն շարունակությունը, որը որ կար, բայց դուք ավազակների որ ճարիք եւ այլը, բայց այս բոլոր ազգերինը բաց է թողնվում։ Ինչի։ Հակառակորդը ուզում է խափի։ Ինքը ուզում է ցույց տա, որ մնացած ազգերը կապ չունեն Հիսուսի հետ, չէ, ունեն։ Հիսուս Քրիստոսը բոլոր ազգերի Աստվածն է, սիրելիներ ջան։ Նա ազգերի, ժողովուրդների, լեզուների, ցեղերի Աստվածն է, հալելույա։ Ամեն շունչ ունեցող Տերը պիտի գովե, ամեն լեզու ունեցող Տիրոջը պիտի փառավորի, գրված է ամեն ծունկ պիտի կրկնվի եւ ամեն լեզու խոստովան պիտի լինի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Ասենք ամեն, հալելույա Տիրոջը։ Տերը փառավորվի Աստծո ժողովուրդ ջան։ Եվ ուզում եմ այս խոսքից սկսել, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, որ իսկապես մենք էլ առաջներում չենք եղել քրիստոնյաներ։ Շատ անգամներ պարծենում ենք, որ քրիստոնյա ենք, բայց եթե մեր անցյալը նայենք արմատները, մենք չենք ունեցել այդ ամեն ինչը։ Բայց Աստված իր ողորմությամբ, իր շատ սիրո պատճառով գթած մեզի, խղճած մեզի, ողորմեց եւ կանչեց իր հավիտենական փառախը, իր հավիտենական ուրախության եւ սիրո մեջ։ Դրա համար միշտ ուզում եմ իրան փառք տալ, միշտ ուզում եմ իր անունը գովերքել, մեծարել, պաշտել ու փառաբանել Աստծո ժողովուրդ ջան։ Սիրելիներ ջան, ես ուզում եմ մի վկայություն անել, քանի որ եղբայրները խնդրեցին նորից, թեպետ այնտեղ մենք վկայեցինք քիչ առաջ հավաքույթի ժամանակ, եւ եղբայրները խնդրեցին, որ նորից այստեղ էլ վկայենք այդ մասին։ Ես ընդամենը 11 ամսական էի, եւ այս ամեն ինչը ինչ որ ես որ պատմում եմ ականատեսների վկայությունով, պատմում եմ ուրիշների վկայությունով, որտեղ 11 ամսական երեխան ինքը չի հիշում այն ամենը, ինչ որ ես հիմա պիտի պատմեմ։ Ես 11 ամսական երեխա էի եւ մեր ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մի վիճաբանության պատճառով, մի ընտանեկան վեճի պատճառով, երևի թե բոլորի ընտանիքներում էլ դա լինում է։ Այս շորխի լավ չես կարե, այս ճաշխի լավ չես սեփե եւ այլ եւ այլ։ Եվ հասնում է մի մեծ սկանդալային իրավիճակի։ Եվ մեր ընտանիքում մենք շատ լավ ընտանիք ենք ունեցել, շատ լավ ծնողներ եմ ունեցել, իսկապես որ այդ ընտանիքը յուրահատուկ ընտանիք է եղել։ Իրանք այդպիսի մարդիկ չեն եղել, դարձել են այդպիսին։ Եվ այդ ընտանիքի դեպքը այս տեսակ է եղել։ Վիճաբանություն, որից հետո անախորժությունները հերթով արդեն շարունակական, եկավ այն աշճանի, որ պետքա գան ինձ տանեն, ոստիկանությունով մայրս պիտի տանի, հորիցս ինձ որպես երեխա տանի եւ այնտեղ ներկա են գտնվում էլի հարազատներ, էլի մարդիկ, օրգանի աշխատողներ, ոստիկանության աշխատողներից, որը որ ինքն էլ մահանում է այդ դեպքի ժամանակ։ Գիտեք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, բայց միջև այս բանը պատմելը ես մի վկայություն եմ ուզում հիշացնել, երբ որ մի անձնավորություն, որ եկավ մեր տուն տարիներ անց, այսինքն այս վերջի ժամանակներում, երբ որ եկավ մեր տուն, մենք իրան հրավիրել էինք որպես եղբայր, որ ինքը մեր տան եկեղեցում Աստծո խոսք խոսեր։ Երբ որ ինքը եկավ մտավ ներս, նստած էր, երբ որ իրան արդեն խոսք պիտի տանք, ինքը վեր կացավ, ասեց, ես այսօրվա պես հիշում եմ այնց այստեղ կանգնած,
մոտավորապես 70 քանի թվականին, 70-ական այդ վերջերը, ասում եմ մի մարգարեհույի քույրիկ էլ կար մեզ հետ։ Մենք ձեր ընտանիք հյուր էինք եկել։ Հետո ինքը պատմեց, որ քո պապիկը, այսինքն իմ պապիկը, նա ինձ պատմում է, որ քո պապիկն ու տատիկը նրանք մեր ընտանիքի քավորն են եղել։ Իսկ ես այդ մասին չգիտեի։ Ես մեծացել եմ արդեն վերջը անցել են տարիներ եւ ասում եմ, երբ որ այստեղ կանգնած ենք, այդ քույրիկի միջոցով մարգարեության խոսք եղավ եւ Տիրոջ հոգին խոսեց նրա միջոցով, ասեց այս տան մեջ պիտի ծնեմ իմ եկեղեցին, հալելույա Տիրոջը։ Բայց այդ մարգարեությունից հետո, տեսեք սիրելիներ, այնքան հետաքրքիր է, մենք լավի ենք, չէ՞, սպասում։ Աստված մարգարեացել է։ Բայց այդ մարգարեությունից հետո դժբախտություն տեղի ունեցավ։ Մարդը կարա անարդուն լինի, զգոն չլինի եւ կորցնի իրավիճակը, կառավարումը եւ շատ ու շատ բաներ։ Եվ դժվարության մեջ հայտնվի, տեղ տա դուր բացի սատանային։ Եվ երբ որ այդ վիճաբանության ընթացքում վերջը բավականին մարդիկ սպանվեցին։ Ոմանք ողջ մնացին։ Եվ դրա արդյունքում ես մնացի որբ երեխա։ Հայրս, տատս, պապս սպանեցին մյուս հարազատների, մյուս կողմին, մյուս մորական տատիկիս, վերջը ոստիկանության աշխատի, մայրս կիսամեր վիճակով, վերջը նրան փրկել էին այդ իր երկար մազերի այս հետևի կոս որ անում են, չէ՞, կանայի կոս են անում, այդպես շպիլկաներ ա լինում, այն ժամանակներ շպիլկաներ կային, այսպես կհիշեն մեծահասակները։ Այդ շպիլկաները, որ այդ հարվածը որ կտրել է, այդ մազերը, որ շպիլկաները բժիշկները հանում են, այդ մազերը երկար մազեր ունեն, այդ մազերը այդպես թափվում է այդ ռանիմացիայի մեջ, այդ կտորները, եւ շպիլկաները ծրված, այդ հարվածը մի քանի անգամ ոնց որ թուլացած է լինում, հարված եւ գանգոսկրի այդ ծանր վնասվածքից վերջը կոմայի մեջ եւ այլն, բայց Աստված կյանք տվեց եւ մայրս ողջ մնաց այդ ժամանակ։ Իսկ ես մնում եմ ամբողջության մենակ, մեր ամբողջ տունը պլոմբվում է, ապակիները, դռները, ամեն բան, վերջը դե բնական է թալանվում է ամեն ինչ։ Եվ ես մնում եմ մենակ, որովհետև հայրս էլ էր թակ տղա, ես էլ թակ տղա, այդ մի ընտանիքի երեխան եւ տատիկիս ու պապիկիս եւ հորս ձերբակալում են, տատիկիս տալիս են 10 տարի ազատազրկում կանանց գաղութում եւ հորս ու պապիկիս տալիս են գնդակահարություն։ Եվ ես ամբողջությամբ մնում եմ մենակ եւ վերցնում են ինձ մի ընտանիք, հավատացյալ մի ընտանիք, գիտեք աստվածային սերն է հավատացյալ մարդու հոգու աշխարհի մեջ։ Եվ որ Քրիստոսի սիրով լցված են, վերցնում են ինձ, պահում են, խնամում են, դաստիարակում են, սովորացնում են, կերակրում են, հագցնում են, փառք Տիրոջը դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Հետո մայրս երբ որ արդեն գազդուրվում է, գալիս է, ասում են, իմանում է, որտեղ եմ գտնում է ինձ եւ գալիս է եւ ուզում է ինձ վերցնի, այս տան անդամները այնքան են արդեն սիրում ինձի, որ էլ չեն ուզում ինձի տան մորս։ Եվ ասեն, գիտես Սուսանա ջան, ասում է, արի կլինի այս երեխուն թող մեզի, մենք արդեն իրա վրա սովորել ենք, մեր տան երեխեն է, 11 ամսական երեխա, բան չի հիշում։ Դու գնա, դու երիտասարդ աղջիկ ես, գնա, նորից քո կյանքը դասավորի, ապրի, էլ երեխեք ունենաս եւ այլ, չի ասում, ես չեմ կարա առանց իրա ապրեմ, վերջը տենց ինձ վերցնում է, գնում ենք, բայց արդեն աստվածային խոսքի սերմը իմ հոգու աշխարհի մեջ, աղոթքները, դե վերջը լսում ես, չէ, աղոթքները, խոսքերը, բավականին ժամանակ իրանց տանը մնում եմ, ապրում եմ, վերջը ու երբ որ տարիներ արդեն անցան, ես այդ ընտանիքի հետ իմ կապը պահեցի ու այդ ընտանիքի անդամները որ ծերացան, իրանց հողարկավորություններին ես մասնակցել եմ եւ իմ ձեռքերով իրանց իջացել եմ փոսի մեջ, ի հարգանս, որպես ինձ ծնողներ, որպես որ ինձ պահել են։ Հասկանում եք սերներ, բայց այդ ժամանակ ես արդեն հայտնվեցի շատ մեծ նեղության մեջ։ Մենք այլևս տուն չունենք, որտեղ որ ապրեինք, չկար ոչ մի բան, մեկի պատվալում, մեկի գարաժում, վերջը տենց որ մանկությունով, դժվարությունով, նեղությունով, այդպես պատկերացնում եք, որ մեծանում եմ, ապրում եմ, Էջմիածնում, հիշում եմ տարբեր տեղեր, հետո մեծամորում, ես ինքս Արմավիր քաղաքից եմ։ Եվ այդպես դժվարությունով իմ կյանքը անցնում է, բայց իմ հոգու աշխարհի մեջ մի բան կատարվում է։
Ես իմ մեջ փնտրտունքներ ան լինում, բայց գիտեք, այս բանը անպայման նշեմ, երբ որ ես արդեն սկսեցի դպրոց գնալ, դպրոցում ինձ բոլորը ձայն էին տալի հետևից, ասում էին մարդասպանի տղա, եւ շատ ծանր էր ինձ համար այդ ամեն ինչը լսելը, ավելի լավ էր ինձ ծեծեին մի հատ լավ, փեդով թեկուզ լավ ծեծեին, բայց ես այդ խոսքերը չլսեի, որտեվ այդ բառերը անընդհատ տանջում էին ինձի, անընդհատ հալածում էին այդ խոսքերը ինձ, հասկանում եք, ասես խոսք ասում է դանակի տված վերքը լավանում է, բայց լեզվի վերքը ինքը շատ ցավոտ է, սիրելիներ ջան։ Բայց ես հոբի մասին է չգիտեի այդ ժամանակ։ Գնացի տուն, օրերից մեկ օր, դե բոլորը պատմում խոսում են, ասում են, այս այն դեպքի երեխեն է, այն երեխեն է, որ ծնողները սենց եւ այլ, դες պատմել են, իրանք էլ երեխեքը լսել են, այս ծնողներից գալիս էին արդեն իմ հետևից գոռում էին, ոնց որ հալածանքի պես լիներ այդ իմ համար։ Ու ես հալածվում էի ամենտեղ։ Հետո որոշեցին, որ ինձ տան, որ քանի որ ես Էջմիածնում ապրում էի, պատարակների մասնակցում էի Էջմիածնի, Վազգեն առաջինը ինձ շատ էր սիրում։ Վազգեն առաջինը միշտ գրկում էր, սիրում էր, օրհնում էր։ Տենց ես էլ տենց ոնց որ իմ մեջ Աստծո հանդեպ ոնց որ բան կար արդեն։ Հետո որոշեցին ինձ տան ճեմարան կուսակրոն քահանա դառնալու համար, լավ հարմար կադր է, որ երեխա, ոչ մի բան չկա, տենց լավ ոնց որ ասած ես էլ տես մի քիչ ինձ սիրում էին մարդիկ, որոշ մարդիկ, այսինքն, որոնք որ չգիտեին, չէին ճանաչում ինձ։ Եվ այդպես, բայց հանգամանքներից ելնելով չվերցրեցին, ասենք չստացվեց, պետք է այնտեղ մշտական ապրեինք, որ գնալ գալու խնդիր չներ, հետո պիտի ինձ վերցնեին ամբողջությամբ, մայրս այդտեղ էլ չհամաձայնվեց։ Հետո որոշեցին ինձ տան Սուվորովի անվան վայրենի ակադեմիան, որպեսզի այնտեղ անվանի մարդ դառնայի, սպա դառնայի, զինվորական դառնայի, բայց իմ պատմության մեջ պետք է դատվածություն չլիներ։ 7 պորտենկոմ, սերունդ ենկոմ դատվածություն պիտի ընդհանրապես չներ, բայց անմիջապես դատվածություն կար հորս, պապիկիս, տատիկիս, արդեն սաղ, հորեղբայրս 15 տարի դատված։ Վերջը սաղ այդ բոլորը, եթե ես մի պասես մտածում եմ, ասեմ, որ ես չապաշխարվեի, հանգարց Հիսուսին չգայի, ես շատ ահավոր կերպով հանցագործ կնեի, շատ ահավոր։ Որովհետև հիշում եմ, որ ինձ պատմում էին, որ այդ ոստիկանն այդ քո տունը քանդե, այդ միլիցիան եկավ, հորդ խփեց, հենց արեց, չգիտեմ ինչ ասես, դե երեխա ես, պատմում ես, լսում ես։ Սատանան է քնած չի, չարը ինչ անում։ Կառուցում է քո մեջ, կառուցում է։ Ու ես իմ մեջ ատելություն էր լցվե ոստիկանի հանդեպ, ոստիկանական համազգեստի հանդեպ եւ այլ։ Ու իմ մեջ բան կար, ողջ կար, որ մեծանամ, ամենտեղ պետք է ոստիկանի սպանեմ, էս անեմ, այն անեմ եւ այլ։ Այդպես չարություն կար արդեն։ Բայց փառք Տիրոջը, որ Աստված իր մեծ ողորմության շնորհքի համաձայն ինձ ողորմություն արեց եւ իմ կյանքը փոխեց եւ ինձ դեպի Իրան քաշեց։ Մոտեցրեց Տերը դեպի Իրան։ Եվ օրերից մի օր, երբ որ ես տուն եկա, այդ մտքերից, այդ դժվարություններից գնացի մտախոհանոց եւ դանակը վերցրեցի, եկա դրեցի իմ որովայնին եւ ասի ընկնեմ այդ դանակի վրա, թող այդ դանակը մտնի իմ մեջ ու ես իմ կյանքը ավարտեմ։ Ես հոբի մասին չգիտեի, որ հոբն էլ անիծ է իր օրը։ Ես ինքս անիծում էի իմ օր, ասում էի, այդ օրորոցը վարվեր, ես ծնված չլինեի։ Հասկանում եք, շատ սարսափելի էր եւ հայտնվեց Սատանան եւ ասեց դարձիր իմ զինվորը։ Դարձիր իմ զինվորը, ես քեզ շատ փառքերի կարժանացնեմ։ Շատ ամեն ինչի կհասցնեմ քեզ։ Հիշում եք Հիսուսին էլ անապատում ինքը առաջարկեց, բայց ես դա էլ չգիտեի, ես ոչինչ չգիտեի։ Ես մենակ մի քանի հեքիաթներ գիտեի, մանկությունից հեքիաթներ շատ էի սիրում։ Հեքիաթներից սիրում է Հենզելն ու Գրետելը, երկու որբեր քուր ու աղբեր գնում են հեռու։ Միշտ իշքան կարդում են, մայրս լաց է լինում։ Միշտ ամեն քնելուց առաջ իրան այդ կարդալ էի տալի, նոր ես պարկում էի քնելու։ Ոնց որ իմ կյանքից լիներ դա։ Հիշում եք այն քուր ու աղբերը, որ գնում է, ասում է, քուրիկ ջան, քուրիկ ծարավ եմ շատ, խմեմ ես կովի ոտնա հետքից ջուր, չէ, ասում է եղբայր ջան, դու վերջը գար կդառնաս, կով կդառնաս, այս կողմ են կողմ։ Բայց վերջում գիտեք հետաքրքիրն էր, որ հեքիաթների վերջում միշտ բարին հաղթում էր։ Երկնքից ընկավ 3 խնձոր, մեկը գրողին, պատմողին, հեքիաթը կարդացին եւ այլը։ Միշտ ուրախանում է այդ բարի հաղթանակով։ Իսկ մի օր, օրերից մի օր Սելի Աստծո ժողովուրդ ջան, այո, ինձ էլ կտակարան նվիրեցին։ Կտակարան մանկական Աստվածաշունչ ավելի ճիշտ, մանկական Աստվածաշունչ նվիրեցին։ Ռոզվի գույնի կհիշեք այդ բաներով սիրենվի ավելի ճիշտ, հա։ Նվիրեցին, ես արդեն կարդալ գիտեի այդ ժամանակ, սովորել էի արդեն կարդալ, տարերը սովորել էի։ Եվ հիշում եմ, որ
Կարդացի կտակարանը եւ ես գտել եմ իմ Թագավորին, իմ Հիսուս Քրիստոսին, իմ Տիրոջս, իմ Աստծուս։ Այնքան ուրախացել է, որտեվ կյանքում մի հատ հարազատ մեկին էի գտել։ Եվ երբեք չէի ուզենա, որ իրան կորցնեի։ Ու եկավ հասավ կարդալով, որ եկա հասա այն հատվածը, երբ որ Հիսուսին սկսեցին արդեն տանջել, փշեպսակ դրեցին, ծեծում էին, թքում էին, անարգում էին։ Ես իմ մեջ մի որոշում ընդունեցի, ասի գնամ սաղ ընկերներից հավաքեմ ու ախր այդքան որտե՞ղ, բայց ո՞նց անենք, որ Հիսուսին օգնենք, ո՞նց անենք փրկենք, շատ բաներ չեմ հասկանում։ Սենց հերոսական մի բան էր մտե մեջս, ուզում եի գնայի Հիսուսին ազատեի։ Հետո հասկացա, որ իմ ուժերից վեր ասում եմ Հիսուս ջան, ախր որ ես այդտեղ ելնեի, ես քեզ կօգնեի, ես քեզ կփրկեի, կազատեի քեզ։ Բայց չէի հասկանում, որ Հիսուսն է եկել ինձ փրկելու։ Եվ կարդացի այն հատվածը, երբ որ խաչի տակից գոռում էին, նահակում էին, ասում էին, եթե դու իսկապես Աստծո որդին ես, իջիր իմ խաչից, եւ կհավատանք մենք եւ ամբողջ աշխարհը քեզ կհավատա։ Եվ այդ ժամանակ ես բարձր, այտենց ինքս ինձ ասում եմ, այ հեսա կտեսնեք, հեսա կիջնի խաչից։ Ու դուք բոլորդ կապացուցվեք, դուք բոլորդ կհասկանաք, որ ինքը իսկական Մեսիան է, որ ինքը բարի է, որ ինքը հզոր է, որ ինքը ամենակարող է։ Դուք չեք հասկանում ինչ եք անում, հեսա կտեսնեք ինչա կատարվելու։ Ու ես այդ հավատով կարդում եմ, որ հեսա Հիսուսը, որպես հեքիաթների մեջ, որ բարին պիտի հաղթի, խաչից պիտի հիշնի, ամբողջ աշխարհը պիտի հավատա, որ ինքը Աստծո որդին է եւ վերջ։ Տենց ես ընդունելով այտենց հավատքով կարդում էի։ Երբեք մտքովս չէր անցնում, որ պետք է հանդիպեմ այն տողերին, որտեղ գրված է, որ Հիսուսը ասեց հայր, հոգիս քո ձեռքն եմ ամանում, եւ սա ասելով հոգին տվավ։ Եվ գրված է Հիսուսը մեռավ խաչի վրա։ Եվ որ ես այդ համարը կարդացի, աշկերիցս արցունքները հոսեցին, ամբողջ ներքն աշխարհս խառնվեց իրար։ Մի ստրես ապրեցի։ Հիմա հո չեմ ողբում, հո չեմ լացում, ասում Հիսուս ջան, ես հազիվ գտել էի քեզի, հազիվ գտել էի սենց ընկերոջ, սենց հավատարիմ մեկին, սենց բարեկամին, որ իսկական ընկեր է, իսկական Աստված, իսկական Թագավոր, իսկական Տեր, բարի էակ։ Ես չէի հասկանում։ Եվ մի ձայն խոսեց ինձ հետ, ասեց զավակս, ես մեռա, որ դու ապրես հավիտյան, շարունակիր կարդալ։ Ես երբ որ այդ տողերը կարդացել էի, նեղացել էի Հիսուսից, նեղացել էի ինքս ինձանից, նեղացել էի ամբողջ աշխարհից։ Եվ գիրքը հրել էի մի կողմ, շպրտելու նման sense հրել էի մի կողմ, ել չէի ուզում կարդալ։ Բայց երբ որ այդ ձայնը խոսեց, ես շուռ եկա տեսնեմ ով աղ ինձ այդ խոսողը, ձայնը երկրորդ անգամ ինձ այդ խոսեց։ Ես հասկանում եմ, որ շտերինակում մարդ չկա։ Եվ այնքան ներսից համոզեց, այդ համոզիչ էր այդ ձայնը, ես մեկնվեցի եւ վերցրեցի գիրքը եւ շարունակեցի կարդալ, երբ որ թերթեցի էջը եւ կարդացի, որ Հիսուսը հարություն արավ մեռելներից, ալելույա Տիրոջը։ Հիսուսը հարություն է արել։ Եկեք ասենք օրհնյալ է իր հարությունը, ալելույա Տիրոջը։ Էդի պիտի զատիկ չլինի, որ ասեք, գիտեք չէ, էդի ամեն անգամ քո սրտի մեջ պիտի ասես, որովհետեւ իր հարությունով է քո փրկությունը։ Իր հարությունով է իմ ու քո արդարությունը, կյանքը եւ ուրախությունը, փառավորվի Հիսուսի անունը։ Եվ սիրելի եղբայրներ, քուրեր, երբ որ շարունակեցի կարդալ ու Տերը այդպես խոսեց իմ հոգու աշխարհը ամբողջությամբ նորից սկսեցի լաց լինել։ Եվ գիտեք, այն աշճանի լաց եղա, բայց այս անգամ ուրիշ արցունքներով, ուրախության արցունքներով։ Հոգիս ցնծում էր ներսիդիս։ Եվ ասեցի Հիսուս ջան, էլ սենց բան չանես, էլ ինձի մենակ չթողես, այս անգամ թողիր մի պա, բայց էլ չթողես։ Ես մտածում եմ, թե Հիսուսը թողեց մի պա ինձի, բայց ուզում եմ վկայել, որ կյանքիս այս բոլոր օրերի մեջ, որ հիմա էլ կանգնած եմ այս ժամին ու վայրկյանին ձեր առջև, ուզում եմ վկայել, որ արդար Աստծո որդի Հիսուս Քրիստոսը մեկ վայրկյան ինձի չի թողել իմ կյանքի ու բոլոր օրերի մեջ, փառավորվի Տիրոջ անունը։ Սա կատարյալ հրաշք Աստված, որ խոսում է մեր սրտերի մեջ։ Մենք պետք է հավատանք իրեն ամենակարողությանը, պետք է հավատանք, որ նա արդար է, սուրբ է, նա հավատարիմ Աստված է, ալելույա։ Նրա անունից մեկը հավատարիմ է։ Եվ նա ուզում է, որ մենք էլ հավատարիմ լինենք։ Կուզեք, որ հավատարիմ լինեք։ Քանիսը կան, որ հավատարիմ են, թող ձեր բարձրացնեն։ Թող հավատարիմները ձեր բարձրացնեն։ Տերը օրհնի ձեզի։ Ասենք, որ էլի տեղ ունենք հավատարմության։ Ամեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, գրված է Սուրբ գրքի մեջ,
Հավատարիմները պակսեցան, Տեր, հավատարիմները պակսեցան, բայց ես աղոթում եմ, Տեր, ինչ կլինի, ինձ պահիր քո հավատարիմների մեջ, Տեր, որ քեզ հավատարիմ մնամ կյանքիս բոլոր օրերի մեջ, մինչև կյանքիս վերջը, այրանս վերջի կաթիլ այրունը, ռունգներիս մեջի վերջի շունչը, հավատարիմ մնամ քեզ, Տեր, ալելույա Տիրոջ։ Հիշում եք 90-ականներին լույսերը հանգցնում էին, ցուրտ էր, սով էր, դժվարություններ էր, բանկեքի մեջ ջուր էինք լցնում, որ տեղերի մեջ գցեինք։ Մի օր ուղեղիս մեջ չգիտեմ ինչ մտավ, ասի, երբ որ մտա անկողին, ոտքս կպավ այդ բանկային երացած, ոտս վարվեց, վախից հետ քաշեցի, մեկ է միտք եկավ, բա որ Հիսուսի համար քեզ վարեն։ Հիմա ոտս տանել կպցնում եմ այդ բանկին, ասենամ ինչքան կդիմանամ, կարամ դիմանամ, ասեն Հիսուսի համար է, վարվում ես թե չէ, կպնում էի չէի դիմանում, ասեն բա Հիսուս ջան, բա ոնց եմ անել, բա այն վարվողները ոնց դիմացան, բա այն սրով սպանվողները ոնց դիմացան, սղոսվողները ոնց դիմացան։ Հասկանում եք սերներ, եւ Տերը այդ ժամանակ էլ ինձ հորդորեց, ասեց զավակս, երբ որ ես տեսնում եմ մարդու սրտի հոգու աշխարհի որոշումը, ես կանգնում եմ այդ որոշման համար, ալելույա Տիրոջ։ Եթե ես տեսնեմ քո ներսի որոշումը, որ ինձ համար որոշում ես, որ մինչև մահ հավատարիմ մնաս, ես քո կողքը կկանգնեմ եւ կզորացնեմ քեզի, ալելույա։ Ասի Տեր ստեղել ես ինձ օգնելու։ Ես հասկացա, որ Տերը ամեն տեղ է օգնում։ Նա սիրո Աստված է։ Եկեք սիրենք իրեն, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Պաշտենք իրեն ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ ամբողջ էությունով ու զորությունով։ Սիրներ, շատ դժվար է ինձ համար վկայելը այն ամենը, որի միջով որ ես անցել եմ։ Պատամա երբևիցե ամանչում եմ նույնիսկ վկայելու համար։ Ոչ թե Աստծո փառքի համար եմ ամանչում, ուղղակի իրադարձությունները այդպես պատմելու համար եմ ամանչում։ Եվ այդ մահացողներից մեկը, որը որ դեպքի ժամանակ այդ մարդկանցից մեկը մահացավ, դրանցից մեկը իմ նաև քերիս էր, մամայիս եղբայրը։ Այսինքն իմ հայրս սպանեց իր անեծակին, չէ՞, անեծակին։ Տեսեք սերներ, շատ դժվար է դա։ Բայց տեսեք, այսօր դահլիճում մեր քույրերից մեկը նստած, ով դարձել է իմ հավիտենական քույրս, այդ իմ քերիս իր ամուսինն է։ Բայց ինքը այստեղ նստած է։ Իմ քերիս, որը մահացավ այդ դեպքի ժամանակ, այսինքն իմ հայրը սպանեց իր ամուսնուն։ Լուսի քույր ջան, խնդրում եմ ձեռքդ վերև բարձրացու։ Քույրիկը նստած է, տեսեք սերներ, բայց իմ հայրն է իր ամուսնուն սպանել։ Բայց այսօր ինքը իմ հավիտենական քույրս է։ Նա հավատացել է Հիսուս Քրիստոսին։ Նա ներել է ինձ, ներել է ամեն բան։ Նրա երեխաները, 3 երեխա էլ նա ուներ այդ ժամանակ, 3-ն էլ որբ մնացին։ Ես էլ էստեղ որբ մնացի։ Միլիցեն էլ երեխա ուներ, են որբ մնաց։ Ինչքան մարդիկ որբացան։ Դժվար էր սիրելիներ։ Այո, չարը որ մտնում է, տունը քանդում է։ Բայց որ Աստված է մտնում, տունը շինում է, ալելույա Տիրոջը։ Թույլ տվեք, որ Աստված մտնի ձեր տների մեջ։ Թույլ տվեք, որ Հիսուսը թագավորի ձեր խորաններում։ Եվ ձեր տունը պիտի շինվի, փառավորվի Հիսուսի անունը։ Ես այդ երեխեքի հետ եմ մեծացել։ Այդ երեխեքը ինձ սիրում են, այդ երեխեքը ինձ թշնամի չեն համարում։ Ես էլ իրանց եմ շատ սիրում։ Ես հիշում եմ մի հատ ֆիլմ ես տեսա, այնքան նման էր իմ պատմությանը։ Օստրով Կոպիա, երբ որ այս ավետարանի եղբայրը գնում են միսիոներության եւ ապաչիները իրանց սպանում են։ Միսիոներներին սպանում են։ Եվ այն միսիոներ, ղեկավար միսիոներ եղբայրը, որը առաջնորդում է խումբը, այդ ինքնաթիռը, որ իջնում է, այդ կուկուրուզնիկը, որ իջնում է այդ օստրովի մեջ, այդ կղզու մեջ։ Եվ իրանք այդ ժամանակ ասեց բաներ չկար կամերաներ, այդ պտտացնող սև ու սպիտակով նկարում էին։ Եվ նկարում է թե ոնց այդ ապաչին, այդ նիզակը մցնում այդ միսիոների որովայնի մեջ, սպանում է։ Եվ այդ նիզակը բռնած ինքը, բայց իրանք օգնություն են բերել, սնունդ են բերել, գրքեր են բերել, Հիսուսի աղոթներն են բերել, օրհնություն են բերել, բայց նրանք բան չեն հասկանում մարդուտելուց բացի։ Եվ այդ նիզակը բռնած իր որովայնի մեջ, ասում է, որ Հիսուսը սիրում է քեզ, եւ ես էլ եմ սիրում քեզ։ Այդ խոսքերը մտնում է այդ ապաչու սիրտը։ Գիշեր ցերեկ այդ խոսքերը հնչում են իր ականջների մեջ, որ Հիսուսը սիրում է քեզ ու ես էլ եմ սիրում քեզ։
Այս երեխան, որը փոքրիկ, միսիոները փոքրիկ երեխա ուներ, կնոջ հետ, որ սպասում էին իրենց վերադարձին, նրանք այլևս չեն վերադառնում։ Եվ այս տղան մեծանում է, գնում է նույն կղզին, գնում է հոր գործը շարունակելու, ինքն էլ է դառնում միսիոներ։ Հավատացյալ խմբի հետ նորից գնում է այդ օստրովը տարիներ անց, որ վկայի Հիսուսի մասին եւ գտնի հորը։ Եվ գնում է ու գտնում է այդ հանդիպում է պատահաբար այդ անձնավորությանը։ Ինքն է այդ կղզու առաջնորդը, այդ ապաչինը առաջնորդը։ Ասում է ինչի համար ես եկել։ Ես ասում եմ տարիներ առաջ իմ հորը ստե կորցրել եմ, չգիտեմ, ինքը եկել է ու չի վերադարձել։ Եկել եմ ինքնաթիռը գտնեմ, հետքերը գտնեմ։ Եվ ինքը ասում է ես քեզ ցույց կտամ։ Գնում է թփերը բացում է, ինքնաթիռը ցույց է տալի։ Երեխան լացում է, արտասում է։ Հորն է ման գալի, ասում է ես քեզ ցույց տամ թե որտեղ է ինքը, որտեղ եմ թաղել ես իրան։ Տանում է տեղ ցույց է տալի։ Եվ ասում է ես եմ իրան սպանել։ Եվ այս տղան մի պա կարծես թե ուզում է կորցնել իրեն ապրումներից, բայց Աստծո շնորհքը լցնում է իր սրտի մեջ սերը եւ ներում է այդ անձնավորությունը։ Վերջնում են իրան շորեր են հագցնում եւ այլը, բերում են այդպես կիրթ աշխարհ արդեն, բերում են հանրության մեջ ապաչիներին։ Եվ գիտեք, եղբայրների քույրերի հետ ծանոթացնելու ժամանակ ասում է ծանոթացեք, սա իմ եղբայրս է հոգեվոր, որը սպանել է իմ հորս։ Հասկանում եք սերներ, տեսեք Աստված ինչ կյանքեր կարող է փոխել, ինչ սրտեր կարող է դարձնել։ Աստծո մոտ ոչ մի աննարին բան չկա, սիրելիներ ջան։ Իմ տատիկս էլ նստելով 10 տարի վերադարձավ, որ վերադարձավ, ես իրան խոսում էի Հիսուսի մասին։ Ինքը որ եկավ ինձ ստենալու, ես չէի ընդունում սկզբից իրան։ Ինձ այդպես էին սովորացրել։ Բայց հետո Աստվածային սերը փոխեց իմ կյանքը եւ ես իրան ընդունեցի։ Եվ ես իրան Հիսուսի մասին պատմեցի։ Նա սկզբից ասում էր, որ ոչ, ես լավ եմ արել, որ սպանել եմ, ես էլի կսպանեմ, ես կա ասում ես ինչ դաժանություն կա մարդու սրտի մեջ։ Ու ես այդ ընտանիքի երեխան եմ։ Մի օր քնելուց, որ իր տանը պիտի մնայի արձակուրդների ժամանակ, բարձր ուզում էի ուղեի գլխիս տակը, ձեռքս կպավ երկաթների, գիշերով, բարձրացրեցի տեսնեմ ինչ, մեծ կարի մեքենայի մկրատ, տապոր, դանակ մեծ, տատիկ ես ինչ այն բարձի տակ, ուրիշներ երեխեքի գլխի տակ աստվածաշունչ են դնում, կտակարան են դնում, որ հանգիստ քնի, ես ինչ այս բարձի տակ, զենքեր են, Սուս ասում է ձեր միտու, ասում է, որ հանգարց գան, պիտի էլի սպանեմ։ Անցան տարիներ խոսեցի իրան Հիսուսի մասին, աղոթում էի գիշերցերեք, Աստված իր կյանքը փոխեց, ընդունեց Հիսուս Քրիստոսին, զղջաց, այդ դաժան կինը զղջաց, եւ ասեց ես մեղավոր կին եմ, ես մեղք եմ գործել, ես մարդ եմ սպանել, մարդ չեմ մարդկանց, եւ ընդունելով Հիսուս Քրիստոսին, դարձավ Աստծո զավակ, հավաքույթների մասնակցեց, հաղորդությունների էր մասնակցում, սելի Աստծո ժողովուրդ ջան, եւ Հիսուսի անունը շուրթերին հեռացավ այս կյանքից, հոգեվոր թաղում արեցինք, մեծ արթնություն եղավ, ալելույա Տիրոջը, պատահում է գնում են բանտերը, ծառայում են բանտերում, կալանավորներին, մենք մի հատ ծրագիր ենք իրականացնում Տիրոջ շնորհքով, գնում ենք կալանավորներին այցելության, կալանավորի հետ խոսում ենք, ասում ենք սիրելի եղբայր, սիրելի ընկեր, դու տանից տեղից հեռու ես, դատված ես, մեկը 10 տարի, մեկը 8 տարի, մեկը 5 տարի, մեկը 15 տարի, մեկը ծմա, կուզես որ գնանք քո տուն, գնանք քո ընտանիք, կուզես գնանք ամանորա շուտով, Հիսուս Քրիստոսի ծնունդն է, կուզես գնանք ամանորին, մի նվեր տանենք քո երեխային, բայց ասում եմ ես նվեր չունեմ, փող չկա, ես ոնց նվեր առնեմ, որ դուք տանեք, դու հոգդ չէ, մի անհանգստացի, մենք նվերը կտանենք քո անունից, մենք քո փոխարեն կառնենք նվերը, եւ երբ որ ինքը լրացնում է անկետան, իր հասցեն համարը ամեն բան, մենք ուղևորվում ենք իր ընտանիք, գնում ենք իր տուն, նվերը տանում ենք, եւ դրա հետ նաեւ քասավենիքներ, մանկական աստվածաշունչ, տանում ենք այդ կալանավորի ընտանիքին երեխաներ, եթե կան երեխաներ, եթե կան մեկ երեխա, իմանում ենք նախապես գրված է տարիքը անկետայի մեջ։ Գնում ենք եւ եղել են դեպքեր, որ այդ ծառայության ժամանակ, երբ որ երեխան կամերայի առաջ, այդ ստանալով այդ նվերները, զարմացած այդ նվերներից,
ուրախանում է եւ հասկանում է, որ հայր իրան բանտից նվեր է ուղարկե Ամանորի Սուրբ ծննդյան։ Եվ ասում է, շնորհակալ եմ հայրիկ, շնորհակալ եմ այս նվերների համար։ Մենք սիրում ենք քեզ եւ սպասում ենք քեզ։ Երբ ես գալու։ Ու այդ կադրերը ցույց են տալի բանտում իր ծնողին, հորը։ Ինչքան սրտեր են դարձի եկել, ինչքան սրտեր են փոխվել։ Իրանց մեջ որոշում են ունեցել միջև անգամ ինքնասպանության։ Այո, դարձի են եկել, սիրելիներ ջան։ Ասել ոնց, իմ տունը ինձի սպասում է։ Այսքան բանից հետո իմ տունը ինձ սպասում է։ Իմ երեխեքը ինձի սպասում են, իմ երեխեքը ինձի հիշում են։ Այո, քեզ երկինքն էլ է սպասում։ Քեզ Հիսուսն է սպասում։ Սիրտը տուր Հիսուսին։ Դու շատ թանկ արժես։ Փառավորվի Հիսուսի անունը, սերներ ջան։ Եվ այդ կադրերը, երբ որ մարդիկ նայում են, թե կանանց գաղութում, թե տղամարդկանց գաղութում, ապաշխարվում են, դարձի են գալիս էներ։ Մեծ խմբեր կա արդեն բանտերում։ Ռուսաստանի բանտերում եմ եղել։ Ուկրաինայի բանտերում եմ եղել։ Տարբեր տեղեր եմ եղել Աստծո շնորհքով, եղել եմ Սիրիայում, Դամասկոսում, Հալեպում մի դրվագի ժամանակ ուզում էին ինձ սպանեին։ Երբ որ ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի հարության մասին եւ ասում եմ, որ Մուհամեդի գերեզմանը լեցված է ոսկորներով, բայց Հիսուսի գերեզմանը դատարկ է, նա հարություն է արել, նա այնտեղ չէ։ Ալելույա Տիրոջը։ Ես չեմ լսում ամեն։ Ալելույա Հիսուսին, փառք Տիրոջը։ Եվ այդ ժամանակ հարցակվեցին ին վրա, մեկը ձայն տվեց այդ իրանց խմբից, ասեց փոլիսը իրանց շատ խիստ է, մինչև անգամ ձեռք են կտրում, կախում են։ Այդ վերջերս մի բժիշկի էին կախաղան հանե, աբորտի համար։ Հրապարակում կախել էին ամբողջ ժողովրդի առաջ։ Իսկ մեր հյուրանոցը հենց հրապարակի մոտ էր։ Ես հիշում եմ սերներ, եկան գիշերով հետևել էին, եկան նորից հարցակվեցին ին վրա։ Մի կին, ես չգիտեմ այդ կինը ոնց հայտնվավ այդտեղ։ Մի կնոջ կերպարով, ասես էլեգանտ կին էր, ոսկիներ կար իր վրա, ձեռքերը բացեց, իրանց լեզվով ինչեր խոսեց։ Ես ռուսերեն ասում եմ, երևի մարդիկ շփոթել են ինձ մեկի հետ։ Լսում եմ Տիրոջ ձայնը, զավակս, նրանք քեզ չեն շփոթել ոչ մեկի հետ։ Այս ամենը իմ հարությունը վկայելու համար է, բայց դու մի վախեցիր, շարունակի վկայել իմ հարությունը։ Ես այստեղ շատ ժողովուրդ ունեմ, ալելույա Տիրոջը։ Սելի Աստծո ժողովուրդ ջան, Աստված ամենուր է եւ Հիսուս Քրիստոսը ազգերի Աստվածն է։ Բոլոր ազգերի Աստվածն է։ Փառավորվի նրա անունը, սիրելիներ ջան։ Այո, մեր Տերը կենթանի է, սերներ։ Գոր եղբայրն ասում է, լրիվ պատմի, ասեն Գոր աղբեր ջան, ես որ պատմեմ, մի հատ եղբայրն ասում է 3 հատորով գիր կգրենք, չենք հասցնի այդքանը, սերներ ջան։ Մեկ ուրիշ անգամ նորից կվկայենք, կշարունակենք։ Եթե Տերը կամենա, մեկ ուրիշ անգամ հավաքույթի ժամանակ նորից կշարունակենք վկայելը։ Բայց կուզեմ, եթե հնարավոր է այստեղ էկրանի վրա ցույց տան, ես կուզեմ մի վկայություն անեմ իմ աղջկա բժշկությունը։ Հնարավոր է որ միացնեն։ Սա իմ աղջիկն է, 14 տարեկան, անունը Ման է։ Տարբեր եկեղեցիներ աղոթել են։ Հայաստանի, Ռուսաստանի, ամեն տեղերից աղոթք է բացասել դեպի երկինք։ Եթե կնկատեք երկար մազերով այդ հյուսերը, խնդրում եմ հաջորդ նկարը 12 ժամ վիրահատությունից հետո, 12 ժամ վիրահատության ժամանակ արդեն տեղափոխել են վերակենդանացում եւ դուրս եկա մեկ, ասեց, բա ով է ծնողները, ես կարճ համարոտ եմ պատմում, ասեց ձեր աղջիկը, ասեց բարի հովիվին է կանչում, ասեք թող ներս գա։ Ասես մարդիկ երևի իմ ապրումների հետ են խաղում, ոնց բարի հովիվին ասեք թող ներս գա։ Ես արագ ներս մտա եւ եկա տեսա իմ աղջիկա շուրթերը ինչ-որ բան են խոսում։ Ականջս դրեցի իր բերանին մոտեցեցի, իր մոտ 4 ստադիա չարվորակ ռակ հիվանդություն էր։ Վերջի բանը բժիշկները տվեցին 2-ից 3 ամսվա կյանք, շատ արագ, այդպես ասած, զարգացող իրավիճակները եւ ասեցին, որ ձեր աղջիկը այսքան կյանք ունի։ Եվ 12 ժամ վիրահատությունից հետո այսենց անգիտակից վիճակով արտասանում է 23 սաղմոսը։ Տերը իմ հովիվս է, ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Նա ինձ հոտավետ արոտներին կառաջնորդ է, հոգիս կնորոք է։
հանդարտ ջուրերի քով կպարկեսնե։ Եվ եթե շարունակում է թե մահվան շուքի ձորով անցնեմ, չարեմ պիտի չվախնամ, քանզի դու ինձ հետ ես։ Ասում եմ մեկ անգամ, վերջացնում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Ես այդտեղ չդիմացա, գոռացի, ասի փառք ես բարի հովիվ, որ դու իմ աղջկաս հետ ես։ Մահվան շուքի ձորում իմ աղջիկը պիտի ապրի։ Իմ աղջիկը ապրելույա։ Ալելույա Տիրոջը։ Այդտեղ մեկը ասեց, հավատացյալ ասի այո։ Ասես դետ ասա։ Սելի Աստծո ժողովուրդ ջան։ Տեսեք, թող փոխեն նկարը։ Խնդրում եմ փոխեք։ Իմ երեխեն հասավ այս վիճակին 21 կիլոգրամ քաշ կորցրեց։ Կան ավելի դժվար նկարներ, ուղղակի եղբայրների խնդրանքով ցույց չենք տալիս։ Որտեղ սարսափելի է, որ սպիտակ սավանով ծածկված եւ չի երևում, որ տակը ընդհանրապես մարդ կա։ Ոնց որ ոսկորը մեր շոքի մեջ լցրած։ Եվ մի քանի անգամ արդեն որ արդեն հեռանում էր իմ նույնիսկ մեր ձեռքերի մեջ երեխան։ Տարեք տուն, գնացեք պատրաստություն տեսեք։ Եկանք տուն, բայց աղոթքը չի դադարում։ Եվ տեսեք սելներ այնտեղ որ հեռացել են ուրուսկը մի հատ դրեք մեծությունը, այդ տեսեք 3 կիլո կես մեծությամբ քաշով, այսպես մեծ ուրուսկ, երբ որ սա հեռացեցին, այնտեղ տարածվեց, արդեն դարձավ 5-6 ուրուսկ։ 5-6։ Եվ այդ ամեն ինչից հետո սիրելիներ ջան, Աստված իր հրաշքը ցույց տվեց։ 6 քիմիա ընդունեց, 6 կուրս, ամեն կուրսը դե գիտեք, եթե ովքեր որ ծանոթ են, գիտեք թե ինչքան մեծ դժվարություններով, շատ սարսափելի այդպես իրավիճակների մեջ, շատ դժվարություններով, եսա թող հասնի, ես կխնդրեմ, որ օպերատորը ցույց տա ձեզ, ներկայիս իմ աղջկան, հիմա իրան սրտի մեջ Աստված որոշում է դրել, որ ինքը պետքա բժիշկ դառնա, այսօր ինքը քննության է, բժշկականի, առաջի քննությունը ամբողջ կուրսից մենակ ինքն է անցել։ Ես ճիշտ է ցավում եմ մնացած չանցողներ, ովքեր նրանց որ չեն անցել, բայց ինքը անցավ առաջինը, հիմա երկրորդն է այսօր եւ այդպես սովորում է շատ։ Ես մեկ-մեկ ասում եմ, երևի իմ աղջիկն է, ես գիտեմ որ սենց չէր սովորում, բայց ոնց որ երկնքից իմաստություն է եկել այս երեխու մեջ։ Ինչ է կատարվում, նենց է սովորում, ես էլ եմ զարմանում իր սովորելու վրա։ Հիմա ներկայիս ինքը Աստվածաշունչը ձեռքի տակ, այդ ձեռքը Փառք Տիրոջը սերներ ջան։ Եվ նպատակը դրա օնկոլոգ դառնալու, ասես որ պապա մամա ասես ձեր գործը դեռ պիտի շարունակեք հիվանդանոցում, որտեվ իրա պարկած ժամանակ մենք 4 անգամ ավետարանչություն ենք արել հիվանդանոցում։ Այդ իզոլյատորներից ներս։ Սա Աստծո շնորհքն ու Աստծո ողորմությունն էր։ Իրա այդ պարկած երեխաներից 19 երեխա մահացան։ Ես թաղումներին ներկա եմ եղել։ Շատ դժվար սիրելիներ ջան, շատ։ Բայց մայրերի նաև խումբ ստեղծվեց։ Կինս աշխատում էր մայրերի հետ։ Մենք այդտեղ խոսում ենք, իրանց մեջ մեծ հավատք առաջացավ։ Մայրեր կան, որ նորից երեխա ունեցան։ Գիտեք, առհասարակ նրանք ովքեր 2 երեխա ունեն կամ 3 ունեն, եթե ես ու կինս այցելում ենք իրանց տուն, իրանք 3-րդը կամ 4-րդը պլանավորում են։ Իսկ ես էլ ունեմ 9 երեխա։ Փառավորվի Հիսուսի անունը։ Ոչ փառքը Տիրոջը, հալելույա։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, այո, Աստված հրաշքների Աստված է։ Ով ասում որ հրաշք չկա, թող գան մեր տուն։ Այնքան հրաշք պատմեմ, այնքան հրաշք ցույց տամ, որ զարմանան մարդիկ։ Թղթերով ցույց կտամ։ Բժշկական թղթերով ցույց կտամ։ Ալելույա Հիսուսին։ Նա հրաշակ գործ Աստված է։ Ինքն ամեն բանի կյանք ու Տիրոջ ձեռքերի մեջ են, ալելույա նրան։ Եթե ասում եմ ես ասեմ, որ դու պիտի ապրես, ուրեմն պիտի ապրես, ալելույա։ Փառավորվի Հիսուսը։ Թող Աստված օրհնի ձեզ, սիրելիներ ջան։ Թող Տերը զորացնի, լցնի մեզ իր սուրբ շնորհքով եւ հավիտենական կյանքի ողորմություններով։ Շատ բան ունենք ասելու, պատմելու, խոսելու։ Մենք չենք պատմում ուրիշի կյանքից, մենք չենք պատմում վկայում ուրիշների հետ ինչա կատարվել։ Մենք պատմենք այն ինչ որ Աստված իր սուրբ ձեռքերով արել է մեր կյանքի մեջ։ Մեր հետ քայլելու ժամանակ, մեզ օգնելու ժամանակ ինչ արի Աստված։ Եվ դամար առաքյալ Պողոս ասում է, ես չեմ պատմում այն ինչ որ ուրիշների հետ, այլ այն ինչ որ Աստված արել է մեր կյանքում։
Նա նույն Աստվածն է, նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան նույն Աստվածն է։ Թող փառավորվի Տիրոջը։ Եկեք բոլոր փառքը տանք Տիրոջը։ Նա Սուրբ անունը փառավորվի։ Հալելույա։ Ամեն։ Ես առաջարկում եմ, որ մենք կանգնենք աղոթքի։ Ուզում եմ, որ մյուս եղբայրներս էլ խոսեն։ Ուզում եմ, որ մյուս եղբայրներս էլ կիսվեն։ Հալելույա Տիրոջը, որտեղ Աստված հրաշքների Աստվածն է եւ նա ամենքի Աստվածն է։ Շատերի կյանքում հրաշքներ արե։ Փառավորենք Տիրոջը ժողովուրդ ջան։ Նա արժանի է փառքերի, այո։ Մի բան ասեմ, թույլ տալիս եք, չէ՞։ Մի հավաքույթի էինք, տարիներ առաջ էր, մի հատ Էդվարդ ախպեր ունեինք, ամերիկահայ, սփյուռքահայ։ Ես երեխա էի, գետնին նստած էի դաշտի մեջ, բերքի տոնի պաշտամունք էր։ Այդ տարիքով մարդը շատ կրակոտ մարդ էր։ Սես նայեց ամբողջ դահլիճին, ամբողջ ժողովրդին սես նայեց, ներողություն դահլիճին եմ ասում, բացօթյա այդ ժողովրդին, որ նստած էին գետնի վրա, ասեց ժողովուրդ, որ բարձր միկրոֆոնով ասեց ժողովուրդ, ասեց Հիսուսին սիրեք, սենց բանո ակցենտով, Հիսուսին սիրեք, սփյուռքահայ էլի։ Բոլոր ժողովուրդը ասին այո, ամեն, ասեց կասկածեմ գ։ Հասկացաք չէ միտքը։ Այն մեր այոն լինի իրոք այո եւ ամեն։ Հավատարմության Աստվածը հավատարիմ երեխեք ա ուզում։ Ովքեր իր պատիվը անունը ամեն ուրեք բարձր կպահեն։ Նրանք չեն փոփոխվի, չեն դարձված կունենա, ապա նրանց խոսքը այո կլինի, ոչը ոչ։ Նրանք ամուր կկանգնեն միջև վերջ Հիսուս Քրիստոսով, հալելույա Տիրոջը։ Աղոթենք սիրելիներ, փառավորենք